Զենֆիրա Հովսեփյան, 6 երեխաների մայր եմ եւ Բաղրամյան 26 նախագահական նստավայրում նվաստացումը հայրենիքիս ամոթը այն զոհված զինվորների ընտանիքների առաջ այն խեղված ճակատագրերի, որոնք պատերազմին մասնակցեցին, ողջ մնացին, բայց ոչ ողջ են, ոչ մեռած են։ Այն խեղված ճակատագրերի, այն զինվորականների, որ իրանց ամբողջ կյանքը, իրանք երեխեքի մեծանալը չեն տեսել, իրանք չեն իմացել հանգիստ քնել նիժբանա, երբ սրանց նման ստահակներ իրանց կանանց ու սիրունիներին գրկել քնել են, այդ մարդիկ իրանց քունը եղել է ցեխերի մեջ, իսկ այսօր այդ մարդկանց բոլորին նվաստացրել է, բոլորին գլխահակա թողել, այդ ամոթն է, որ յուրաքանչյուր հային է, եւ ես որպես ՀՀ քաղաքացի, ասեմ ավելին, պահանջում եմ, որ այսուհետ անձամբ իմ անունից ես որևիցե իշխանության իրավունք չեմ տալիս հայտարարություն անելու։ Եթե նրանք ստահակ են, եթե նրանք ծախված են, եթե նրանք չունեն սրբություն, չգիտեն ինչ բանա մեծին հարգել, փոքրին հարգել, ցավին ցավակից լինել, կիսել, հերոսին հարգել, ուրեն իրավունք չունեն, իմ անունից ես ՀՀ քաղաքացի եմ։ Ավելին, եթե իրանք դրսերում կայֆավատ լինելով ապրել են, ես իմ երկրից մի քայլ եկում չեմ գնացել։ Մի քայլ ենկում չեմ գնացել, գիտակցաբար երեխեք եմ բերել, որպեսի որպես կին, որպես մայր պատասխանս թշնամուն տան, որ հայի ընտանիքը հաճելու է, հայի տունը լիքն է լինելու։ Երբեք հայը չի ծնկելու, իսկ այսօր ամբողջ աշխարհով հայ թասիբով հայերը գլխահակ են, որտեղ ունենք ստոր ողորմելի ոչնչություն, ուխտադուրժ ուրացող իշխանություններ, որոնք ոչ մեկի սրբությունը չեն հարգում։ Այսօր ունենք անհետ կորած հայսուր հոգևորական, զոհված հոգևորականներ, ունենք գերիներ Բաքվի բանտերում, ունենք սրբազան հայրեր մեր բանտերում, որոնց տերորիստ են ասում, առանց գետինը մտնելու եկեղեցի են պառակտում, եկեղեցին են ուզում գլխատեն, որպեսզի մեզ լրիվ անտեր թողնեն։ Այսօր Սփյուռքը Արցախն էր խանգարում, Արցախը հանձնեց բրծավ, Սփյուռքն է խանգարում, Սփյուռքից էլ է հրաժարվում, որ մեզ լրիվ անտեր թողնի, որ ոտ ձեռք կտրի ու անտեր մնանք, առանց ոտ ու ձեռքի մեկում ենք պետք։ Եթե մի ժամանակ մենք լոզունգ ունենք Արցախ, Հայաստան, Սփյուռք, միասնականություն, ի գլխավորություն եկեղեցի, իրանք գիտակցաբար Արցախն էլ հեռացրեցին, Սփյուռքն էլ են հեռացնում, եկեղեցին էլ են մասնատում, պառակտում բերում, որպեսզի եւ նպատակը մեկն է Հայաստանը հանձնել սկուտեղի վրա թշնամուն։ Տեսեք, ժողովուրդ, պետք չի քաղաքագետ լինենք, պետք չի ռազմագետ լինենք, որպեսզի հասկանանք այս քաղաքականությունը դպրոց սարքելով, դպրոցում համար է սարքում, Արցախն էլ սարքեցին, տարար նվեր տվեցի Թուրքին, այսօր դպրոց է սարքում, ասվալտ է սանում, բերում ես մարդու աշկ ես կողում եւ դպրոցում ոչ մի կրթություն չկա, կրթակը որտեղ է ցեցը տված չարորակ քարսկեղը մտավ, ընդեղ լրիվ հարամ մեծ, կրթություն չունենք, կրթահամակարգ չունենք, որտեղ է մտել, մարդու կնգածոցից սկսած սաղ տեղերը քանդեց։ Մարդու կնգածոցից մտավ, քանդելով գնում է բոլոր տեղերն ավիրում, որտեղ է նորմալ թողել, որտեղ է թողել, իր արհամարանք ասեմ, ասել եմ ու ասելու եմ, Հայաստանը 34 տարի նմանամեծ որբանոցի, հատկապես 15 թվի ջարդերից հետո եթե կարդաք, ականատեսերը թե ինչպես են իրանց հետ վարվել որբանոցներում, մանկատուն չէ։ Որբանոցների, որտեղ երեխեք գլուխները խուզում են, որ չոչլոտեն, մի փոքր լափաման շպրտում են, որ մահ չլինի իրանց վրա ու ոնց ուզում վարվում են։ Ինչպես։ Ուրա։ Եթե դու չունես անցյալ։ Իրանք դիվական ծրագիր են առանց արմատ ծառը քանի տարի կապրին։ Քեզ ճանաչում են քո պապայով, չէ, պապային քո պապիով, չէ, ազգուտակով, չէ, ասում են էս ինչ մարդի սերունդն ենք, բա իրանք ես մեզանից խլում են, հո մենք ինկուբատորից չենք դուրս եկել, որ ընտանիք չունենանք, սերունդ չունենանք, պատմություն չունենանք, ինձ իմ պապայով են ճանաչում, որ ես գրադաշոտի աղջիկն եմ, ճանաչում են ու հարգում են բոլոր ազատամարտիկները, ովքեր որ իրանց երիտասարդ տարիները մեզ թողել են տունը գնացել են։
Իրանք մեզանից պատմությունը հետո էլ ասում են խեղաթյուրված, իրանք մեզանից մեր ինքնությունն են գողանում։ Մեսրոպ Մաշտոցը տառերը սխալ է գրել, կրթությունը սխալ է, այ բենարանում բացում ես ոչ մի բան չկա։ Մարդուց խլում են մեր ինքնությունն ու պատմությունը։ Ես ուզում եմ, որ վերջապես մեր ժողովուրդը հասկանա ու գիտակցի, որ այսօր 1000 հոգին չի որոշում մեր տեղը։ Մենք ենք այս երկրի տեղը, ու եթե յուրաքանչյուրս գիտակցի, որ մեր սերունդը անհայրենիք չի լինելու, 4 ամիս հետո իր վճռարական խոսքը պետք է ասի։ Ձեզ եմ շնորհակալ։